Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազել Յուհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Մեր դիտակետում այսօր դոկումենտալ ներկայացում է, որը նվիրված է հայկական էստրադայի անկրկնելի երգչուհի Էլվինա Մակարյանին։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունենալու այսօր եւ վաղը մայիսի 15-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի բեմում։ Իսկ իմ զրուցակիցները նախագծի եւ պիեսի հեղինակ Անահիտ Ղազարյանն է, բեմադրիչ Նադեժդա Իսրայելյանը եւ պրոդյուսեր Էդվարդ Մխիթարյանը։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, շնորհակալություն։ Սա դոկումենտալ ներկայացման ձեր առաջին փորձը չէ, Անահիտ։ Մենք էլի առիթներ ունեցել ենք այստեղ խոսելու ձեր այսպես թատերական գործունեությունից։ Յուրաքանչյուր ներկայացում կամ պիես ձեզ մոտ սկսվում է հետազոտությունից։ Կուզեինք հասկանալ, թե ինչու եք սկսում հետազոտությունից։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Նադիայի հետ սա մեր երրորդ աշխատանքն է եւ մենք ոչ թե աշխատում ենք առանձին, ես գրում եմ պիես, հետո Նադիան առանձին ինձանից բեմադրում է, այլ սա համագործակցություն է եւ պիեսը գրվում է Նադիայի ուղակի միջնորդ Նադիայի հետ, այսինքն բեմադրվում է եւ տեքստը գրվում է միաժամանակ, շատ խառը ընթացք է ու Նադիան շատ ուղիղ մասնակցություն ունի նաեւ պիեսը գրելուն, որտեվ բեմադրվում է նաեւ վիզուալ Նադիայի գլխում մինչեւ պիեսը ավարտուն տեսքի կբերվի։ Քանի որ դոկումենտալ նյութն է ծառայում մեզ որպես գեղարվեստական հետո ոգեշնչման աղբյուր, մենք սկսում ենք դոկումենտալ նյութի հետազոտությունից, հետազոտելով բուն ներկայացման համար մենք ընտրել ենք բոլոր մեծ հասանելի միջոցները, առաջին քայլը դա ազգային գրադարան գնալն էր եւ մատենագիտության բաժնում այդպես բանալի բառերով գտնելներ, թե ինչ հոդվածներ են գրվել այս ողջ Էլվինա Մակարյանի գործունեության ողջ ընթացքում, ինչպես է եւ մենք ականատես ենք լինում շատ հետաքրքիր զարգացումների, մենք տեսնում ենք նրա հաջողություններից սկսած, երբ որ նա գրանպրիներ է ստանում, մեդալներ է ստանում, նրա անունը հոլովում է, հայալեզու մամուլում, ռուսալեզու մամուլում եւ այնուհետեւ մեկ էլ տեսնում ենք, թե ինչպես է մամուլը սկսում լռել նրա մասին եւ մեկ էլ մամուլում ի հայտ են գալիս նորությունները արդեն նրա մահվան մասին, ցավալիորեն մահվան մասին տեղեկություններով։ Այսինքն հետազոտության նյութ հանդիսացել է գրավոր վկայությունները, ինչ որ մեզ հասանելի է եղել, հարցազրույցներ նրա հետ, վիդեո տեսագրությունների ձևով, այնուհետև արդեն զրույցներ նրա ժամանակակիցների հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես է այսօր Էլվինա Մակարյանի մասին հիշողությունը ապրում մարդկանց գլուխներում, ինչպես են մարդիկ հիշում նրան, եւ նյութի հավաքագրումից հետո եւ երկարատև քննարկումներից հետո Նադիայի եւ նաեւ մեր գեղարվեստական ղեկավար Միշա Չարքվյանի հետ, ով նաեւ օգնում է մեզ իր խորհուրդներով, գրվեց պիեսը դոկումենտալ նյութի վրա, բայց չեմ ուզում, որ մարդկանց մոտ թյուրընկալում լինի, երբ ասում ենք դոկումենտ, մենք չենք ստրկանում, հա, այսինքն նյութին չունենք այդպիսի առաջնահերթություն միմիայն եւ ժամանակագրության առումով հետեւել դեպքերի զարգացմանը, այլ փորձում ենք դրան մոտենալ գեղարվեստորեն վերակառուցելով պատմությունը։ Համենայն դեպս դուք ասում եք, որ փաստերը ձեզ ոգեշնչում են, ես կուզեի հասկանալ, թե հատկապես որ փաստը ձեզ ոգեշնչեց եւ ինչու հատկապես Էլվինա Մակարյանը։ Նայած կուզես դու պատասխանես։ Չէ, դու ասա, ես կլրացնեմ։ Էլվինա Մակարյանը երգչուհիներից է, որը շատ արդիական է հենց այսօր եւ շատ հետաքրքիր է, երբ որ դու փորձում ես գրել քո կենսագրությունը ուրիշ մարդկանց կենսագրություններով, այսինքն այն ինչ որ ապրել է Էլվինա Մակարյանը, այն ուժը եւ այն խիզախությունը ու այն ազատությունը, որ ինք ունեցել է իր ժամանակ, այսօրվա երիտասարդները ունեն այդ նույն ազատությունը, բայց եթե մենք ունենք պայմաններ այսօր ունենալու այդ ազատությունը, Էլվինա Մակարյանը չի ունեցել իր ժամանակահատվածում ունենալու այդ ազատությունը եւ նա արել այդ խիզախումը ձեռք բերելու այդ ազատությունը, որը միշտ չի որ այդ ժամանակի համար ընդունելի է եղել։ Նրա երգելու տեմպը, նրա երգելու ձևը, նրա հագուկապը բեմի վրա
նա կարողանում է անցյալից, ոչ վաղ անցյալից, բայց խոսել այսօրվա երիտասարդների հետ, խոսել իմ հետ, իմ ազատության հետ եւ ոգեշնչել ինձ։ Ես մեծագույն հաճույքով մինչեւ այսօր լսում եմ Էլվինայի երգերը եւ մեկ-մեկ իմոց զգացողությունն է, որ ինքը գնացել է օրինակ, չգիտեմ, ժամանակակից երաժշտության համերգների կամ փարթիների կամ ռեյվերի ու հետո է գրել, այսինքն այնքան ժամանակակից է, որ ռիթմի առումով իմ հետ խոսում է եւ խորությամբ ոնց է ինքը ընկալում, ոնց է ինքը մատուցում երգը, ինձ հուզել է իր կյանքը, իր վերաբերմունքը իր արվեստին, ազատությունը, խիզախումը ու այդ ոգեշնչումն է, որ դարձել է գործողություն, որ գնանք հետազոտենք, նվիրենք ահռելի ժամանակ, նյարդեր եւ ուժ վերստեղծելու բեմի վրա նրա կյանքը։ Նադեժդա, այս ամեն ինչը ցույց տալու համար, բեմի վրա ներկայացնելու համար ինչ շեշտադրումներ պիտի անեք։ Կամ արել եք արդեն, չէ՞։ Արել ենք։ Արդեն այսօր է ներկայացնում։ Այս աշխատանքում մի հատ անայտի հետաքրքիր կարանք ասենք էքսպերիմենտ արեցինք, համադրել շատ ռեալիստական, անկեղծ զգայական դերասանական խաղը, պայմանական բեմական տարածքի, պայմանական դեկորացիայի, պայմանական նույնիսկ երաժշտության հետ։ Իմ կարևոր նպատակներից էր դերասաններին բերել մի հատ վիճակի, երբ որ իրանց զգացմունքները մերկ են հանդիսատեսի առջև, երբ որ իրանք իրական են, չնայած այն բանի, որ իրանք չունեն ոչ մի իրենց օգնող հանգամանքներ, ոչ մի օգնող գործիքներ, եւ իրենցով են ստեղծում այդ միջավայրը, իրենցով են ստեղծում այդ տրամադրությունը, ու իրենց զգացմունքները փորձում են փոխանցել հանդիսատեսին, միաժամանակ խոսելով Էլվինայի մասին, ամեն ինչ պատմում Էլվինայի շուրջը, միշտ նկատի ունենալով Էլվինային, բայց միաժամանակ չկորցնելով իրենց ինքնությունը եւ որպես դերասան եւ որպես կերպար։ Իսկ ով է ներկայացնելու Էլվինայի կերպարը, կա այդպիսի դերասան, ով Շատ հետաքրքիր հարց։ Ու շատ ճիշտ որոշում։ Հեղինակների Չիմաստով։ Դե, քանի որ իր մասին է, ենթադրում ենք, որ Այո, նաև իհարկե։ պիտի իր կերպարը լինի։ Կամ չլինի։ Օ, դա էլ է հետաքրքիր լուծում։ Այսինքն մենք փորձել ենք ֆորմայի առումով, վերցրել ենք նրա կյանքի այն հատվածը, երբ որ նա տնային կալանքում էր, երբ չէր կարող արդեն գնալ ռադիո, աշխատում էր հանրային ռադիոյի էստրադային կարծեմ վերնագիր անունը ճիշտ եմ ասում, նվագախմբում եւ նրան արգելվեց գալ ռադիո եւ նրա աշխատավարձ ուղարկում էին տուն եւ պիեսը կառուցված է Գուցեմ ավելի շատ պիեսի կառուցվածքի մասին խոսել, քան բովանդակության։ Կառուցվածքի առումով պիեսը շատ նման է հին հունական ողբերգություններին, երբ որ բեմում կա մի գլխավոր կերպար եւ մյուս կերպարները միջնորդավ գալիս եւ գնում են, բայց մի գլխավոր կերպարը բեմում է։ Չենք ուզում ճակերտները բացել եւ ասել թե ով է այդ գլխավոր կերպարը։ Եվ փորձում ենք գլխավոր Էլվինային մոտենալ ուրիշ կերպարների միջոցով։ Եվ այն ինչ որ շատ դժվար էր ընտրել թե որ շրջանին անդրադառնանք Էլվինայի, քանի որ նա հայտնի դեմք է, դժվար կլիներ օրինակ նրա կյանքի վերջի մասին, այսպես կոպիտ ասած նրա ինքնասպանությանը բեմադրել շատ դժվար կլիներ, քանի որ Նադիայի հետ անդադար զրույցների մեջ է ծնվել պիեսը, պետք էր անակնկալ ստեղծել, հա, հանդիսատեսի համար, բայց նա հայտնի անձ է եւ մենք չենք կարող հայտնի փաստը վերցնել եւ որպես անակնկալ մատուցել հանդիսատեսին։ Լավ, դուք հիմնականում կենտրոնացել եք նրա տնային կալանքի այդ պատմության վրա, ես չգիտեմ թե նա ինչու էր տնային կալանքի ենթարկվել, կարող ենք այդ մասին նույնպես խոսել։ Այո, մենք անդրադառնում ենք քո հարցը չմոռանալով, ուղղակի կուզեմ նշել, որ նրա կյանքի այդ հատվածը մինչ նա տանը փակված էր, ինչ էր կատարվում տնից դուրս եւ քաղաքական այդ ժամանակաշրջանի քաղաքական կլիման
արտահայտվում է նաև պիեսում, թե ինչ մեծ փոփոխություններ են եղել, այսինքն 88-89 թվականները շատ իրադարձություններով լեցուն է քաղաքական առումով, որովհետև եղել է երկրաշարժը 88-ի վերջին, 89-ի սկզբին, եղել է ատոմակայանի փակումը դրա հետևանքով եւ սկսվել է 88-ի շարժումը։ Այսինքն մինչ Էլվինան փակված էր տանը, ինչ է կատարվում տնից դուրս։ Դա նույնպես պիեսի մաս է։ Դուք բացահայտում եք նաև ժամանակաշրջանը։ Խոսում եք ժամանակաշրջանի մասին։ Այո, քանի որ դոկումենտալ ներկայացում է, մենք չենք կարող ժամանակը հաշվի չառնել, այն ժամանակը, որում ապրել է եւ այն ժամանակը, որին մենք անդրադառնում ենք պիեսում, եւ ոնց է անհատի դրաման կապված նաեւ երկրի քաղաքական փոփոխությունների հետ, ինչի միջով անցնում է երկիրը, ինչի միջով անցնում է անհատը։ Ժամանակին դեռ կվերադառնանք, ես կուզեի Էդվարդը նույնպես մասնակցեր մեր զրույցին, այսպես։ Ամեն դեպքում մենք ունենք նաև խնդիր ընդհանրապես թատրոնը հանրահռչակելու, եթե թատրոնի մասին ենք խոսում, հիմա դուք որպես պրոդյուսեր այս ներկայացման ինչպես եք տեսնում իր հետագա ընթացքը, այսինքն այն հանդիսատես կունենա, թե չի ունենա։ Անշուշտ ինքը ունի իր արդեն թիրախային հանդիսատեսը, հուսով եմ կլայնանա եւ ես նպատակ համել դնում եմ այս պրոյեկտով, այս ներկայացումով համել զրուցել թատերագետ գործընկերների հետ։ Թատրոնում մի հետաքրքիր բան կա, ասում են, հայրս էր ասում, եթե բեմում Շեքսպիր չես խաղացել, չես մկրտվել։ Դա իրոք ճիշտ է, ուղղակի այստեղ նյուանսներ չեն հերիքում, նույն Շեքսպիրը ինչ էր անում, ինքը հետազոտում էր պատմությունը, ինքը դոկումենտալիստ էր աշխատում ու դա պայմանական սյուժետներ էր ստեղծում, բայց մեկը խորին, չէ, նայում եմ նայում, որ ինքը հաստատի որպես իրոք թատերագետ, ու այդ մոտուցումը, քանի որ ձևավորում նոր թատրոնի ոլորտ սովետական միությունից հետո։ Դա մեծ հաշվով ինչ է փոխում, հետազոտված է այդ պիեսը, թե ոչ։ Ի վերջո հանդիսատեսը նայում է եւ տեսնում է պատրաստի ներկայացում ու ինքը չգիտի թե ինչ ճանապարհ է անցել, դա հետազոտված ներկայացումը ինչով է տարբերվում չհետազոտվածից, կուզեի։ Շատ լավ հարց է։ Մենք անգիտակցաբար դա կարանք դրա մասին խոսանք, որտեղ անգիտակցաբար է, ինչքան բազմազան է ծրագիրը թատրոնի ու ինչքան մեջը կան նյութեր, որը այսենց մոտեցումով են կառուցված։ Դա շատ կարևոր է ու հիմա մեր մոտ ուղղակի չի հերիքում, չեմ ասում քիչ է, բայց այդ բազմազանությունը չի հերիքում, երիտասարդ ստեղծագործները, իրանց ընկալումը պատմության, չէ որ օրինակ Նադյան Էլվինայի ժամանակները չի ապրել, ու սա իր ռեֆլեքսիաներ է, ու հասարակության զարգացումը համել շատ կապ ունի, էլի երիտասարդ ստեղծագործները ինչքան են դրանով հետաքրքրված, չենք ասում, որ ֆենտեզի եւ այլն ինչ որ անձնական non-fiction պատմությունները չպետք է լինեն կամ fiction լինեն, էլի non-fiction-ի ես բացակայությունն եմ զգում։ Չգիտեմ, ու իմ աջակցությունը այս պրոյեկտի հետ համել կապված է նրա հետ, որ ինչքան աջակցենք սենց երիտասարդ ստեղծագործներին, որոնք իրանց իրականում պրոդյուսերներ պետք չեն, իրանք ինքնուրույն էլ ամեն ինչ կանեն։ Հիմա եթե մենք այսօր չաջակցենք։ Ձեր գործառույթը այստեղ ո՞րն է։ Հենց դա է։ Հենց դա է, չխանգարել իրենց։ Անպայման չխանգարել, թե ոչ։ Չխանգարել, կարծիքը արտահայտել նենց որ դա դեբատ է, ոչ թե վեճ, չգիտեմ, աջակցել այն նյուանսների մեջ, երբ որ երիտասարդը կարող է տեղյակ չլինի։ Ինչ որ մեծ բան չեմ կարող ասեմ, գուցե մի քիչ էլ համեստ եմ, բայց իրոք այս նստած երիտասարդ ստեղծագործները այսօր ինքնուրույն էլ կգնան, ինչքան արագ կգնան, կհասնեն իրենց նպատակներին, այդքան հասարակության զարգացումը արագ կգնա։
Ամեն դեպքում Անայդ ինձ շատ հետաքրքիր է եւ ինձ թվում է ռադիոլսողին նույնպես թե ինչու են այսօր երիտասարդները խոսում անցյալ դարի խորթային էստրադային երգչուհու մասին դուք ձեր հարցազրույցներից մեկում ուղղակի ես նկատեցի այնտեղ ասում եք որ իր ժամանակի մեջ նա հեղափոխական էր եւ պիտի այդ արվեստագետը լինի հեղափոխական որպիսի հետո այս սերունդը իրենով հետաքրքրվի ինչ էր արել իր ժամանակի մեջ Էլվինա Մակարյանը որ ձեզ այսօր հետաքրքրում է դեմ էր գնացել ընդունված նորմին ինչպիսին էր ակնկալիքը հանրության թե ինչպիսին պետքա լինի երաժիշտը երգիչը ինչպես պետքա բեմի վրա հանդես գա ես հիշում եմ մեր հարցազրույցներից մեկի ժամանակ չեմ ուզենա նշել անունը բայց մարդկանցից մեկը հայտնի ում հետ զրուցում ենք ասեց դե մեծ հաշվով նա կլասիկ առումով երաժիշտ երգիչ չէր այսինքն երգիչի մասին պատկերացումները հարմոնիաների չգիտեմ ինչպես պետք է ձայնը օրինակ Էլվինան դողացնում էր ձայնը որը ընդունված չէր անել իր ժամանակ կային չգիտեմ Ռաիսա Մկրտչյան որոնք ավելի դասական երգեցողություն էին մատուցում Էլվինան դասական չէր նրա երգը շատ յուրահատուկ էր եւ բնորոշ էր իրեն նույն բալենի երգը որ եւ Զարատոնիկյանն է երգել եւ Էլվինան Նադիայի հետ հետազոտության ընթացքում տարբեր սկսեցինք համեմատել թե յուրաքանչյուրը ոնց է կատարում հրաշալի են չենք համեմատում ով է լավ կամ վատ երկուսն էլ բոլորն էլ լավ են երգում բայց Էլվինայի կատարումը շատ առանձնահատուկ է շատ հեղինակային կատարում է ավելի քան ընդունված եւ ինչպես էր նա պահում իրեն բեմի վրա ինչպես էր ինչ անկաշկանդ ձևով էր նա ներկայացնում դա ընդունված չէր խորհրդային ժամանակ այսինքն ինչպիսին պետք է լինի երգչի վարքը բեմում եւ իր մտքերով եւ իր ընտրած երգերով եւ իր ինչպես էր արտասանում բառերը ինչպես էր ներկայացնում երգը անկաշկանդ եւ մերկ իր ապրումի մեջ դու զգում ես որ այդտեղ նորմ չկա Շատ լավ Ուզում լրացնել Անայտին մի հատ բան, երբ թե դա էլ դարձավ մեր ոգեշնչման պատճառներից մեկը, որ հա Էլվինան ապրել է այդ ժամանակներում ու չի ունեցել տարածք իր խիզախումը անել միջև վերջ, իսկ մենք ունենք տարածք ու չենք անում։ Ոնց որ ինձ թվում է մեր ժամանակում շատ պակասում են Էլվինաներ։ Որոնք ինչ որ բան կփոխեն, ինչ որ նոր նորմեր կստեղծեն կամ ընդհանրապես միշտ կգնան դեմ նորմերին, որտեվ այդ ձևով է արվեստը զարգանում, մարդիկ զարգանում, Իրոնիա, sense կարելի է չի կարելի։ Էլվինան դրա պայքարողներից է եղել ու հետաքրքիր է ժամանակին սովետական սկզբում էստրադայում ոչ մեկ չէր քայլում երգելուց Առաջին եղել է Մուսլիմ Մագամայևը։ Հա, որին էլ ոնց տենց կարելի է, չէ՞, պետքա կանգնել դեկլամացիան եւ այլն։ Դա նշանակություն ուներ չքայլելը կամ քայլելը, հա։ Կար հատուկ նորմ ինչպես պետքա քեզ պահես բեմում։ Բեմում, այո։ Ամեն դեպքում եկեք կանդրադառնանք վերնագրին երկաթ ծամեմ։ Ինչու։ Մենք վերցրենք Էլվինայի ամենահայտնի երգը, ավերակ երգը, որի բառերը գրել է Շիրազը։ Այնտեղ երկու տող կա, որը կարծեմ Վանի մասին է եւ այդ բանաստեղծությունից այդ երկու տողն է, որ չկա երգում, մնացածը կա։ Եվ մեծ հաշվով ինչ որ անում էր Էլվինան, դա այնպիսի խիզախում էր, որի համեմատությունը լեզվի մեջ կարող է լինել հենց երկաթ ծամելը։ Եվ իր երգով եւ իր լինելով ուղակի որպես արվեստագետ իր տեսակով եւ դրա համար փորձեցինք վերցնել ամենաբնորոշը այն երբ որ ասում ես Էլվինա Մակարյան առաջին ինչա գալիս գոնե մեր դեպքում եւ մեր ընկերների դեպքում դա հենց ավերակ երգն է որը շատ ուժեղ երգ է եւ տեքստով եւ իր ձայնով եւ կատարմամբ եւ փորձեցինք հա մի բան որը առանց որի դժվար կլինի մտածել Էլվինայի մասին, դառնա նրա հատկանիշը, այսինքն առանց ավերակի չեն կարող պատկերացնել Էլվինային ու հենց դա է։ Իսկ իր երգերը հնչելու են ներկայացման մեջ, թե
Ոչ ուղիղ, փոխակերպված, ֆրագմենտային։ Հետաքրքիր է, ոչ ինքը կա, ոչ իր երգը կա ամեն դեպքում, այսպես որ նայում ենք։ Ինքը կա, բայց տեսանելի չէ։ Ինքը կա, բայց չկա։ Շատ པարզ կլիներ, գիտեք, եթե Էլվինայի մասին ներկայացումը մենք կմիացնենք որևէ ձայնագրություն եւ կհնչի։ Ոնց որ այդտեղ ստեղծագործելու բան չկա, իսկ կուզեի նշել Հայկի մասին Կարոյի, ով որ գրել է երաժշտությունը, Հայկը շատ էմոցիոնալ ինտելեկտ ունեցող երաժիշտ է եւ մենք ուղղակի կարդում ենք պիեսը Հայկի համար եւ նա վերստեղծում էր երաժշտությունը հիմք ընդունելով հղում անելով անշուշտ Էլվինայի երգերին, մեղեդիների ու հարմոնիաներին հղում անելով, բայց ստեղծելով էլի ոնց որ ինչպես մենք ենք երկխոսում Էլվինայի հետ, նույն կերպ Հայկ երաժիշտը երկխոսում է Էլվինայի հետ ժամանակի միջից եւ իր էմոցիոնալ ընկալման ու կառուցվածքի միջից։ Հետաքրքիր է։ Շատ ի վերջո կարևոր գործ եք անում, բայց նաև պիտի այս տեսանկյունից նույնպես նայենք, մարդիկ կան, ովքեր չեն ճանաչում Էլվինա Մակարյանին եւ արդյոք այս ներկայացումը նայելով ամբողջովին պատկերացում կկազմեն, թե ով է երգչուհին, ինչ ճանապարհ է անցել, ուր է հասել եւ ինչպիսի ավարտ է ունեցել։ Դե մենք հայտ չունենք ներկայացնելու տալու Էլվինա Մակարյանի Վիկիպեդիայի հոդվածը։ Հասկանալի է, բայց ինչ որ չափով։ Այո, մենք մարդիկ ովքեր չգիտեն Էլվինայի մասին կգնան ու կսկսեն լսել իր երգերը եւ դա ներկայացումը կնպաստի դրան եւ այն հետազոտական աշխատանքը, որ արել ենք բացահայտելու թե որն էր այն բեկումնային կետը, որից հետո Էլվինայի կյանքը փոխվեց, դա տնային կալանքներ եւ դա այդ ճնշումներն էր նրա հանդեպ որպես արտիստ, որպես երաժիշտ եւ վերցրել ենք այդ բեկումնային կետը, որից առաջ ու հետո նրա կյանքը փոխվել է։ Այսինքն Հայաստանից հեռանալուց հետո նրա կյանքը փոխվել է։ Այսինքն նրան հասցրեցին մի կետի, որ նա պետքա լքեր երկիրը, գնար Ամերիկա եւ բոլորս գիտենք ինչպիսի վախճան ունեցավ։ Եվ փորձել ենք հենց այդ կետը վերցնել ու դրա մասին անել ներկայացում։ Ոչ թե անդրադառնալ, ոչ թե սա կենսագրական պիես է, որտեղ մենք հարց խնդիր ունենք ցույց տալու նրա կյանքը ծնված օրից մինչև մահվան վերջին վայրկյանը, այլ սա մի բան է, որը ինչ որ մի կարևոր դրվագ, հա, այն էությունը առանց որի դժվար կլինի մտածել Էլվինայի մասին։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ այսինքն ժամանակաշրջանը եւ քաղաքականությունը, որը տարվել է ընդհանրապես անհատականությունների նկատմամբ վերաբերմունքը, չէ, խորհրդային տարիներին, դա նույնպես ցույց եք տալիս։ Այո, հենց դա Ես իմ կողմից ուղղակի ասեմ, որ Նադյան ու Անահիտը հրաշալի գործ են արել պիեսը կարդալուց, ինձ մի տեսակ արդեն կարևոր չէր Էլվինայի մասին, թե չէ, դա հետաքրքիր պիես է։ Դա մեջը երևույթ է։ Էլվինային գիտես թե չգիտես, երևույթն էլ է հետաքրքիր ու այդ պայքարը ու համոզված եմ հանդիսատեսը իրան կհարցնի ինչ որ բաներ այս ժամանակները ժառանգել են այն ժամանակներից թե ոչ։ Հա, իսկապես ես հիմա ձեզ եմ հարցնում, իսկապես ժառանգել ենք։ Կերպարանափոխված ձևով, բայց իհարկե անշուշտ մենք ժառանգորդն ենք այն ավանդույթի։ Ասադեք, հա, ոնց որ մնացորդներն ենք, ժառանգորդն ենք այն ժամանակաշրջանի, այն բարքերի, որը պայմանավորել են մեզ մեր կյանքը, գուցե ոչ գիտակցաբար, գուցե անգիտակցաբար, բայց առանց նույնիսկ հարցադրելու, որպես իներցիա եկել է, եւ սա ոչ միայն Էլվինայի մասին է, այլ մի շարք անհատների մասին, ովքեր դեմ են դուրս գնացել համակարգին եւ նորմին։ Այսինքն Էլվինան չի ներկայացնում մենակ Էլվինային, այլ Էլվինան ներկայացնում է այդ ժամանակաշրջանում տարբերվողին, այդ ուրիշին, այլին, իր ժամանակի այլին եւ ինչպես չի ներվել այդ այլությունը, ուրիշությունն ու խիզախությունը, ու ինչքան անարդարության մեծ զգացողություն է լինում կոնկրետ ինձ մոտ, երբ որ ես մտածում եմ Էլվինայի կյանքի մասին, ինչ որ տխրություն է ինձ համակում, որը
որը դառնում է մղում է գործողության, ինչ որ մի բան անելու, գոնե ցույց տալու կամ հարգանքի տուրք մատուցելու այն աշխատանքին, որ ինքը արել է, եւ իր զրույցներից մեկում ինքը ասում է ես կուզեմ, որ իմ լսողը լինի նոր սերունդը եւ պիեսը գրելու ընթացքում, բեմադրելու ընթացքում Նադիայի հետ ոնց որ սա երկխոսությունը Էլվինայի հետ եւ մեր առաջին դիտողը ունկնդիրը Էլվինան է, արդյոք ինքը կհավաներ էս պիեսը, արդյոք ինքը կհավաներ էս ներկայացումը ու շատ հետաքրքիր է այդ ներքին զրույցը ուրիշ ստեղծագործողի հետ, կին ստեղծագործողի հետ, ժամանակի ու տարածության միջից ու հա, այս պիեսը սիրո խոստովանություն է ինչ-որ առումով Էլվինային, մեր սերնդի կողմից, այն սերնդի, որը ինքը ուզում էր, որ իրեն լսեն։ Շատ հետաքրքիր է։ Հավելելու բան ունեք։ Չէ, ճիշտ ասած, բոլոր իմ խոսքերը արդեն կար նախադասություններ։ Լավ, ինչ եք սպասում, եկեք արդեն ամփոփենք մեր զրույցը, ընդհանրապես ինչ արձագանքներ եք սպասում հանդիսատեսից, ինչպիսին կուզենայիք հանդիսատեսը այսօր ձեզ արձագանքեր։ Կուզեինք, որ հուզվեն, վերամտածեն իրականությունը, փորձեն կարեկցեն, ոչ թե կարեկցել մաստով հասկանան եւ ընդունեն այն մարդկանց, ովքեր փորձում են անել ինչ-որ այլ բան, օգնեն միգուցե։ Եվ ուղղակի իմանան, որ հա Հայաստանում եղել է այսպիսի մարդ, ով այսպիսի խիզախում է թույլ տվել իրեն։ Իդեպ այդպիսի խիզախ կանայք էլի են եղել եւ նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ժամանակ են այդպիսի օրինակներ շատ կան, կարծում եմ, որ Էլվինայի տարբերակը լավագույնն է եղել տնային կալանքը գուցե։ Դժվար ասել լավագույնը, հետագույնը։ Հա, չէ, էմոցիոնալ առումով ինչի ես դու բերում արվեստագետին այդ փակվածությունը, նաև ինքնամեկուսացմանը դժվար ժամանակներ են։ Ես միշտ երբ որ խոսում ենք եւ մեր դերասանների հետ եւ Նադիայի հետ, մենք պետք է հասկանանք ինչ ժամանակի մեջ ենք ստեղծագործել եւ ինչպիսին է եղել ժամանակը, որը հոգեբանական ու անհատական առումով ստեղծագործողի համար սպանիչ է, որովհետեւ երբ որ քեզ չեն ընդունում այնպիսին ինչպիսին դու կաս եւ անընդհատ ուզում են խմբագրել, իսկ արվեստագետը շատ զգայուն, անմաշկ ապրող մի էակա, շատ ծանր է նստում նրա վրա այդ ճնշումները։ Ու հա, նրա երգերը ապրում են, բոլորը լսում են, մաման շատ էր սիրում Էլվինա, ես եմ սիրում Էլվինա, իմ ընկերներն են սիրում, մենք լսում ենք Էլվինային, ինքը մի երաժիշտ է, որը այսօր ապրում է երիտասարդների երգացանկում, մտքերում, սրտերում, այո, եւ այո, սերունդներ է կապում եւ հա, մի ուղերձ ունի, որը իրան միշտ ներկայ է սարքում եւ միշտ ապրացնում է ներկայի մեջ, ապագայի մեջ։ Ինչ ուղերձ։ Կարող ենք ուղերձ։ Հա, ինչպես Նադիան նշեց, զգայուն լինել ուրիշ մարդկանց հանդեպ, զգայուն լինել նորմից տարբերվողի հանդեպ եւ Այսքանը շատ լավ, սիրելի ռադիո լսողներ, այսօր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում դուք կբացահայտեք Էլվինա Մակարյանին, կբացահայտեք նրա անձը յուրովի խորթային տարիների այդ փակ երկաթե վարակույրի ներսում, այսպես ասած, եւ պատահական էլ չի, որ վերնագիրը հենց այդպես էլ կոչվում է Երկաթ ծամեմ։ Գուցե կապված է ամեն ինչ այո իրար հետ այսօր եւ վաղը մայիսի 15-ին ժամը 19-ին այո եւ ամսի 8-ին ունենք ներկայացում հունիսի 8-ին եւ հունիսի 8-ին մյուս ներկայացումները նույն տեղում Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի բեմում դուք այո կարող եք գնալ նայել եթե սիրահար եք երգի ու նաեւ ներկա թատրոնի Շնորհակալություն, ես ներկայացնեմ իմ հյուրերն էին նախագծի եւ պիեսի հեղինակ Անահիտ Ղազարյանը, բեմադրիչ Նադեժդա Իսրայելյանը եւ պրոդյուսեր Էդվարդ Մխիթարյանը, իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը։